Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան, առավոտվա մեր լրահոսից ուզում եմ մի քանի մեջբերումներ անել, որոնք տպավորություն է թե ինչ-որ մի սարսափ ֆիլմի թրեյլերից են, բայց մեր լրահոսն է։ Լևոն Քոչարյանի կնոջը երգչուհի Սիրուշոյին պատկանող Պրոգոմեշ խանութ սրահներում խուզարկություններ են, ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը եւ Սեթրակ Քոչարյանը։ Լևոն Քոչարյանի տանը խուզարկություն է, Արժա ամբիոնից երեք հնչեցին գիտեք ուղիղ հայտարարություններ այդ իմաստով վարչապետի կողմից իդեպ նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց եւ ընդդիմադիր շրջանակները հիմա ասում են, որ առաջ եթե վարչապետը ցուցումներ էր անում իրավապահ համակարգին WhatsApp-ի միջոցով, հիմա ավելի առաջ է գնացել եւ ուղիղ Արժա ամբիոնից է ցուցումներ անում նկատի ունենալով երեկվա հայտարարությունները եւ ոչ այդքան հաճելի է, այսպես ասեմ, զրույցը Լևոն Քոչարյանի հետ ինչ է կատարվում Բադալյան։ Շնորհակալ եմ։ Նախ առաջին հերթին պիտի ասեմ, որ ես այստեղ որևէ ցուցում չեմ տեսնում, որովհետև եթե մենք ավելի խոր այսպես փորձենք վերլուծել, ժողովուրդը մեզ վաղուց է այդ ցուցումը տվել եւ մենք ժողովրդի այդ ցուցումը իրականություն չենք դարձրել։ Ընդ որում մենք էլ ենք ժողովրդի մի մասնիկ եւ ուզում եմ հիշեցնել վարչապետի երեկվա շատ պարզ, բայց միևնույն ժամանակ մի ամբողջ բովանդակություն պարունակող խոսքը, որ Ռոբերտ Քոչարյանը երկիրը նախագահել է 10 տարի, ես արդեն 8 տարուց ավելի է վարչապետ եմ եւ ինչու չեմ դարձել միլիոնատեր։ Եվ սա հարց է, որի պատասխանը ժողովրդը ինքն իրենով գիտի, այդ անթիվ անհամար, անշարժ շարժական գույքերը, այդ իրավաբանական կազմակերպություններում մասնակցությունները, տարբեր զվարճանքի կենտրոնները, տարբեր մի խոսքով այս ամբողջ ունեցվածքը կուտակվել է հենց նախագահելու տարիներին եւ դրա մասին յուրաքանչյուրը գիտի։ Եվ հետեւաբար այս լացու կոծը դնել առավոտից ես մի տեսակ դժվար եմ հասկանում եւ կապել դա, որ վարչապետը ցուցում է տվել, վարչապետը ցուցում չի տվել, որ գնացեք բռնեք, չգիտեմ, այս կամ այն անձին։ Վարչապետը երեք բողոք հայտնեց, թե երբ որ կան այսքան փաստեր, ինչու է ուշանում այդ գործընթացը եւ կարծում եմ, որ վարչապետի այդ հարցի կամ ինչպես որ ուզում է թող ընդդիմադիր դաշտը իր սատելիտ լրատվականներով դա մեկնաբանի, ասենք ցուցում կամ հարց, չգիտեմ ինչ են ուզում ասել, դրա մեջ ռացիոնալ հատիկ կա, որ իսկ ինչն է պատճառը, որ դատական համակարգը չի կարողանում ճիշտ գործել։ Ինչն է պատճառը, որ այդքան մեղքերի, տեսեք, ժողովուրդն էլ զայրանում է, որովհետև անմեղության կանխավարկածը մենք հարգում ենք բոլոր դեպքերում, բայց կան այսպես շատ հուզումներ առաջացնող դեպքեր կամ այդ դեպքերի հերոսներ, որոնց վերաբերյալ ժողովուրդը պատասխանի է սպասում։ Կամ եթե կա արդարացնելու հիմք արդարացնել, կամ եթե չկա, ապա պատասխանատվության ենթարկել։ Եվ կարծում եմ, որ նույն Ռոբերտ Քոչարյանի այն դեպքերից է, որի ճակատագիրը ամենաշատն է հետաքրքրում ժողովրդին, եւ ժողովուրդը այդ հարցերի պատասխանները մինչ այս պահը չունի։ Բայց որտեղից այդ համոզմունքը, որ դատական համակարգը այս անգամ վերջնականապես կպատասխանի այդ հարցին, նկատի ունեմ մեղավորության մասով կամ ազատ կարգի կամ հակառակը, որովհետեւ դատական համակարգի խնդիրների մասին վարչապետը խոսում է վերջին 2 ամիսները վերընտրվելուց հետո։ Հիմա որտեղից կա այդ համոզմունքը, որ այս անգամ չկա այդ համոզմունքը։ Եթե անկեղծ չկա այդ համոզմունքը, բայց կարծում եմ, որ սա դատական համակարգի համար եւս հերթական եւ ես կասեի արդեն վերջին փորձաշրջանն է, որտեղ դատական համակարգը, սա էլ խնդրում եմ, որպեսզի չհամարեն, ցուցում կամ ուղղորդում, բայց դատական համակարգը կարողանա արդար իր բոլոր լիազորությունները իրացնելու շրջանակներում կարողանա վերջնականապես ունենալ վերդիկտներ։ Այն մարդկանց վերաբերյալ, որոնց վերաբերյալ գրեթե բոլորը ամեն ինչ գիտեն, այսինքն սա այսպես երկնքից ինչ որ կարկուտ չի մարդկանց գլխին։ Մարդիկ ամեն ինչ շատ լավ գիտեն եւ արդեն սա ծաղր է ժողովրդի նկատմամբ։ Եւ հետեւաբար այս փորձաշրջանը ես հուսով եմ, որ դատական համակարգը կանցնի շատ նորմալ իր ամբողջ գիտելիքները եւ ռեսուրսները ներդնելով եւ վերջնականապես հանգուցալուծելով այս խնդիրը։ Եվ բամբասանքների շարքից ճակերտավոր ասած բամբասանքների եւս մեկ հարց, երբ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցան այդ իրավական գործընթացները,
սկսեցին խոսակցություններ նաև ընդդիմադիր որոշ շրջանակներում, որ սա հերթական շոուն է բռնել բաց թողնելու այս իշխանությունները, այո, նախընտրական շրջանում նման խոստումներ տվել էին եւ պիտի գային եւ ցույց տային, որ տեսեք մենք աշխատում ենք եւ Ծառուկյանով կսահմանափակվեն, որովհետեւ նա է այս պահին խավության նոխածը թույլ օղակը ինչպես կուզեք, բայց մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ շարունակվում է։ Սրանք պարզապես շոու են, նախընտրական խոստում է, այսպես արդարացնելու ինչ որ ձևեր, թե իսկապես այստեղ վճռականություն կա նաև, որ դատաիրավական համակարգը վերջնականապես պիտի գնահատական տա բոլոր այն խնդրահարույց դեպքերին, որոնք ինչպես դուք նշեցիք, հայտնի են բոլորին։ Մենք երրորդ անգամ ենք ընտրվում իշխանություն Հայաստանի Հանրապետությունում եւ ամեն անգամ ունեցել ենք գլխավոր առաքելություն։ Եվ եթե նախորդ անգամ մեր հիմնական տեսեք մեր խոստումները չեն փոխվել 2018 թվականից մինչ օրս, մենք այնուամենայնիվ մեր նպատակները գուցե դրանք ավելի որոշակիացրել ենք, գուցե շատ թեթև վերափոխել ենք, հարմարեցնելով նոր իրողություններին եւ այլն, բայց դրանք չեն փոխվել։ Բայց տեսեք 21 թվականին ընտրվելու ժամանակ մեր գլխավոր առաքելությունը, կորիզը, հա, մեր առաքելությունների եւ որ ամեն ինչ դրա շուրջ էր կառուցվում, դա խաղաղությունն էր։ Հիմա այն ինչ որ մենք 18-ին խոստացել ենք կամ 18-ին մեր գաղափարների շուրջ ժողովուրդը հավաքվել է, հիմա ամեն փուլում մենք այդ մեր խոստումներից մեկը դարձնում ենք, այսպես ասած, գլխավոր առաքելությունը եւ դրա շուրջ արդեն կառուցվում է մնացածը, հա, ինչ որ մեկը առանձնացնում ենք այդ խոստումներից։ Եթե նախորդում դա խաղաղություններից մենք կարողացանք հասնել այդ խաղաղության, իհարկե դրա ինստիտուցիոնալությունը, դա ինստիտուցիոնալացնելը այս պահի մեր պլաններում է եւ մենք դա կանենք անպայման։ Բայց հիմա այս պահին արդեն այդ գլխավորը եղել է այն, ինչ որ մենք կրկին խոստացել ենք 18 թվականին, այսինքն ժողովրդից թալանվածը պիտի վերադարձվի ժողովրդին։ Փորձեր չենք արել նախորդ երկու շրջանում, արել ենք։ Մեզ հաջողվել է մասնակի, ես չեմ կարող ասել ոչ մի կերպ չի հաջողվել, որովհետև հետևելով վարչապետի էջին դուք կարող եք գրեթե ամենօրվա ռեժիմով տեսնել, որ հատիկ առ հատիկ ինչ որ բաներ վերադարձվել են։ Բայց այնուամենայնիվ այս բոլոր հարցերի կուլմինացիան պիտի լինեն այն ամենախոշոր ժողովրդից թալանվածները եւ ես կարծում եմ որ սա հենց այդ փուլն է եւ այստեղ ինչ որ դա որակել որպես ցուցում հետո կրկին ինչպես միշտ այդ հնացած արդեն եւ մեզ բոլորիս հոգնեցրած այդ մեթոդները կիրառել երեխաները տանն էին մայրը տանն էր չգիտեմ ինչ որ հիվանդություն ինչ որ խղճահարություն առաջացնող բաներ ես կարծում եմ որ այդ խղճահարություն առաջացնող բոլոր դրվագները պետք էր բերել թալանելու ընթացքում Եվ այդ թալանը ուղղակի թալան չէ եւ երեք վարչապետն էլ ասեց մենք էլ ենք բազմիցս ասել մենք ընդհանրապես դեմ չենք հարուստ մարդկանց որովհետեւ որքան շատ լինեն հարուստ եւ կայացած մարդիկ մեր պետությունում այնքան ավելի պետությունը շատ հեշտ իր առաջընթացները կգրանցի մենք դրա մասին չի խոսքը ինչ մեթոդներով եւ ինչ միջոցներով ես դու հարստանում։ Նույնը վերաբերում է նաեւ նախկին падգամավորներին, օրինակ մեզ այն շատերն էլ մենք չենք կարողանում հասկանալ, արդեն երրորդ գումարումն է մենք ազգային ժողովում, մենք ազգային ժողովը որևէ հնարավորություն չի տալիս սրընթաց հարստանալու, չի տալիս ուղղակի այդ հնարավորությունը չկա։ Եվ շատ հետաքրքիր է հասկանալ, թե նախկին падգամավորներին այդ հարստությունը ինչի արդյունքում է կուտակվել ինչպես են նրանք կարողացել ձեռք բերել այդ հարստությունը, եթե մենք արդեն երրորդ գումարումն է եւ չենք հասկանում այնպես չի որ ուզում ենք հասկանալ եւ հարստանալ, բայց իրոք չի տալիս ազգային ժողովը այդ հնարավորությունը եւ դրա համար մենք ընտրել ենք այլ ճանապարհ, որ ծախսեր կան այդ ընթացքում շատ, դրա համար աշխատավարձի բարձրացում ենք դրել, որպեսզի մարդը իր աշխատանքի արդյունքում ստանա նաեւ իր աշխատանքի փոխհատուցումը։ Դրա համար հարցերը շատ են, նույնն էլ վերաբերում է վարչապետին, նույնն էլ վերաբերում է նախագահին, այսինքն մաքուր աշխատելու, թափանցիկ աշխատելու դեպքում դու միլիոնատեր դառնալու հնարավորություն չունես այդ պաշտոններում։ Եվ հետևաբար, եթե այնտեղ կան կուտակված միլիոններ, ուրեմն կան զաշտուղի ճանապարհներ։ Դե իրենք էլ ասում են տաղանդավոր բիզնեսմեններ են եղել, բարբերաբար այդ նաև մոտեցում։ Գիտեք, շատ պաշտոններում բիզնեսը եւ այդ պաշտոնը անհամատեղելի են եւ օրենքով են արգելված, սա էլ է իհարկե խնդրահարույց։
Ինչ վերաբերում է տաղանդավոր բիզնեսներին, բիզնեսմեն լինելուն, ապա կարծում եմ մեր շատ ձեռնարկատերեր, գործարարներ, ընդհանուր առմամբ բիզնեսմեններ այդ հարցը իրենք պիտի վիճարկեն, արդյոք այստեղ տաղանդի մասին է խոսքը, թե սանձարձակության։ Տիկին Բադալյան, այնուամենայնիվ կարծում եմ նաև падգամավորի այդ պատկերացումների մասին որոշակի կարծրատիպեր եք կոտրում, դուք էլ ասացիք, որ դա սրընթաց հարստանալու մասին չէ, նախկինում առնվազն նման ընկալում կար, հիմա դուք փոխում եք այդ կարծրատիպերը, ինչը միգուցե այդքան էլ նաև գրավիչ չդարձնի այլևս падգամավորի աշխատանքը, բայց հարցս հետևյալումն է, դուք ասացիք, որ նաև 3 երեխաների փաստը շահարկվեց, որ այո 3 երեխաները տանը ներխուժել են, խուզարկել են, վերջին շրջանում քիչ են խոսվում այն մասին, որ ոչ մի սրբություն չունի այս իշխանությունը, ոչ մի արժեքներ չունի, տրորել եք բոլոր արժեքները եւ այդ քննարկումները առաջանում են հատկապես այն ժամանակ, երբ խոսում եք նաեւ եկեղեցու ղեկավարության մասին։ Տիկին Բադալյան, հետաքրքիր է, ազգային ժողովի 9-րդ գումարման նիստերը սկսվել են եւ ամենատարբեր քաղաքական հարցեր, քաղաքական օրակարգեր են քննարկվում, բայց իմ մոտ տպավորություն է, որ քաղաքական օրակարգերը եւ քաղաքական հարցերը այնքան քիչ են, որովհետեւ ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը դարձել է եկեղեցու թեման, Գարեգին Բեի շուրջ խոսակցությունները եւ այն ամբողջ փոթորիկը, որ տիրում է ազգային ժողովի դահլիճում, երբ նրա անունն եք տալիս եւ այսպես շարունակ։ Հասկանանք ինչու, ինչ է տեղի ունենում։ Շատ լավ։ Կհիշեք, մենք բազմիցս այս տաղավարում իրար հետ խոսել ենք, երբ որ ձևավորվում էր այդ ուժը, հա, ուժեղ Հայաստանը, բազմիցս խոսել ենք եւ որակել ենք այն ապաքաղաքական ուժ։ Ընդ որում սկզբում իրենք էին իրենց մասին դա ասում, բայց հետո պարզ էր, այսինքն մարդիկ չունեն քաղաքական օրակարգ։ Եվ նաև ազգային ժողովում էլ դա ցույց տվեց, որ չունեն քաղաքական օրակարգ։ Ես չեմ կարող կասկածի տակ դնել նրանց օրինակ մտահոգությունները, որոշ տնտեսական հարցերի վերաբերյալ, ես ինչ որտեղ նույնիսկ կարծում եմ, որ կա անկեղծություն որոշ հարցեր բարձրացնելու, որովհետև 9-րդ գումարումը բոլոր դեպքերում տարբերվում է նախորդ գումարումներից այն ընթացքում, ինչ ես եմ падգամավոր, որ կառուցողական քննարկումները մի քիչ ավելի շատ են։ Բայց դրանք միևնույն է ավարտվելու են։ Առաջին հերթին այն պատճառով, որ մենք որպես իշխանություն ահռելի աշխատանք ենք տարել շատ տարբեր սոցիալական հարցեր, ենթակառուցվածքային հարցեր լուծելու համար, եւ խնդիրներ գտնել այդքան հեշտ չի։ Այսինքն ինչ որ միտեղ սահմանափակ է, հա, բնականաբար կլինեն որոշակի թերացումներ եւ դրանք կբարձրացվեն, մենք դրա համար շատ շնորհակալ ենք, որովհետեւ ինչ որ բան կարող է մեր աչքից վրիպած լինել։ Այս իմաստով շատ դժվար է եւ միտեղ կանգնելու, իսկ երբ որ դու չունես քաղաքական օրակարգ, դու ստիպված ես լցնելու այդ քաղաքական օրակարգը ինչ որ մի բանով, եւ ինչ որ մի բանով լցնել է, այստեղ էլ շատ թույլ ճանապարհ են իրենք գտել։ Երեք նեղացան եւ գնացին։ Տեսակ։ Ուղղակի նեղացել են։ Ինչու են նեղացել? Որովհետև մարդուն դիմում ես իր անուն ազգանունով։ Ինչու եք նեղացնում? Մենք չենք վիրավորել, տեսեք, որևէ ավելորդ բառ չենք ասել։ Այ եթե խոսում ենք կաթողիկոսում, որևէ ավելորդ բառ, որևէ վիրավորանք չկա։ Այդ որ օրվանից մարդու անուն ազգանունը դարձավ վիրավորանք իր համար։ Որովհետև կարող է քո թշնամու անուն ազգանունը քեզ տան եւ դա վիրավորանք ընկալվի, բայց ինչպես կարող եմ ես ձեզ անուն ազգանունով դիմել եւ դուք վիրավորվեք եւ բոլորը վիրավորվեն եւ մի ամբողջ քաղաքական ուժ թողնի եւ նեղացած գնա։ Ինչի մասին է սա խոսում։ Որևէ իրական փաստ խեղաթյուրվել է արդյոք թե ոչ։ Չի խեղաթյուրվել։ Ունեն մեր բարձրաստիճան հոգեվորականները զավակներ։ Սա փաստ է։ Փաստ է, նրանցից որոշները ունեն զավակներ, խախտել են նրանք կուսակրոնության ուխտը, այո, խախտել են։ Մենք վատ ենք նայում, որ մարդը զավակ է ունենում, բնավ ոչ։ Բայց նույն եկեղեցին էլ տալիս է դրա լուծումները, այսինքն կուսակրոնությունից հրաժարվել եւ այլն, հազար ընթացակարգ կա որևէ հարց լուծելու։ Բայց երբ որ ակնառու փաստերը վիճարկվում են այն էլ երկրի թիվ 1 քաղաքական դահլիճում, սա կեղծիքի է նմանվում եւ հետեւաբար մենք որևէ կեղծ բան չենք ասում եւ որևէ վիրավորանք չենք անում, վիրավորական արտահայտություն չենք անում։ Մենք ասում ենք փաստից մարդիկ նեղանում են գնում են եւ սրա արդյունքում ես իհարկե ենթադրությունները եւ եզրակացությունները թողնում եմ ժողովրդին։ Դրա փոխարեն էլի բազմիցս ասել եմ ահռելի մեծ
աշխատանք կա անելու առջևում, ինչու եմ ասում ահռելի մեծ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել երբեք հնարավորություն նման նախագծեր քննարկելու։ Դիցուկ, զորօրինակ թրիփը այն լրջագույն նախագիծ է ոչ միայն տնտեսական առումով, աշխարհաքաղաքական առումով, անվտանգային առումով, բազմաթիվ ենթակառուցվածքներ պիտի վերանայվեն, վերակառուցվեն, մի խոսքով ահռելի աշխատանք կանելու թեկուզ միայն այդ ուղղությամբ։ Միջազգային մեգա միջոցառումներ են գալիս Հայաստան։ Եվ բնական է, չէ, որ այդ մեգա միջոցառումները եւ հազարավոր հյուրերին, բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունելու եւ ճանապարհելու համար հատկացումներ պիտի լինեն, մեծ աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ պիտի ձևավորվեն, որոնք պիտի աշխատեն։ Այսինքն դուք հասկանում եք, ինչ ահռելի դաշտ կա աշխատանքի որոշումներ ընդունելու, այդ թվում քաղաքական եւ նաեւ քննադատություններ լսելու ընդդիմության կողմից։ Եվ սկզբում վատ չէին սկսել իդեպ, բայց երկար չդիմացան եւ փաստորեն իրենք քանի որ արդեն դոփում էին նույն տեղում եւ նաեւ կարծում եմ որ նրանք քաղաքական խնդիր ունեն, խնդրում եմ սրան եւս ուշադրություն դարձնել, այսինքն իրենք ժողովրդին ահաբեկելով եկան իշխանության, հիշում եք, այդ 300,000 ադրբեջանցին եւ ես շատ ցավում եմ, որ մեր ժողովրդի մեջ եղան մարդիկ, որոնք հավատացին այդ լկտի եւ աններելի ու անթույլատրելի ստին հավատացողներ եղել են, շատ եմ ցավում, բայց դրանով իրենք եկան եւ եկան մեզ հեռացնելու որպես դավաճան։ Նույն սխալը կրկնեցին ինչ որ արել էին նախորդ քաղաքական ուժերը, որոնց ժողովուրդը այսպես արդեն ուղարկեց տուն։ Այդ օրակարգով որ եկան, հիմա կառուցողական քննարկումները իրենց համար փակուղի են ստեղծում, որովհետև իրենց ընտրող քաղաքացին, որին իրենք համոզել էին, որ մենք թուրք դավաճան ենք, բնականաբար պահանջում է, որ մեզ կախաղան հանեն։ Եվ նաև համոզել էին, որ ինչ-որ բաներ հանձնելու եք։ Հա, եւ այս դեպքում ինչ է նշանակում գնալ եւ իշխանության հետ կառուցողական քննարկումներ անել, իսկ իրենք ոչ թե իրենք են հավատում այդ ամենին, ինչ որ մատուցել են եւ հրամցրել են, իրենք շատ լավ գիտեն, որ իրենք սուտ են խոսում։ Եվ բնականաբար ազգային ժողովում իրենք չեն կարողանում այդ սուտը ամբողջությամբ տանել։ Այդ նույն վիճակում էր Հայաստան դաշինքը, այդ նույն վիճակում էր Պատիվ ունեմը, այսինքն իրենք շատ լավ գիտեին, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Բայց քանի որ այդ քաղաքական շոուները ժողովրդի մեջ ինչ որ հատվածում ալեկոծումներ առաջացրել էր, իրենք այդ գիծը պահպանում էին։ Հիմա դրա համար ես կարծում եմ, որ ուժեղ Հայաստանի համար ստեղծվել է փակուղային վիճակ։ Սպառել են իրենց այսքան շուտ։ Ես կարծում եմ, որ իրենք ունեին պոտենցիալ, որպեսզի շուտ չսպառեին, բայց երբ որ դու կեղծիքով ես գալիս մասնակցում ընտրություններին եւ որոշակի քվոտայով գալիս ես ազգային ժողով, բացառապես կեղծիքով, բացառապես։ Այսինքն մենք փորձենք իրենց թեզերը հիշել, այնտեղ որևէ օբյեկտիվ բան չկար։ Որևէ, այնտեղ ամբողջությամբ ծայրից ծայր սուտ ու կեղծիք էր, հա, այն որ իշխանությունները ինքնությունն են վերացնում, եկեղեցու դեմ են պայքարում, 300,000 ադրբեջանցի է գալու, հողեր են հանձնելու, այս եւ այս, սա էր տրամաբանությունը եւ իրենք շատ լավ գիտեն, որ դա պարզապես թելադրված կամ ինչ որ ժողովրդի վախերի վրա խաղալու բան է։ Ազգային ժողովում իրենք դա առաջ չեն կարողանա տանել, որտեղ իրենց ցանկացած ցես տեղում ջարդու փշուր է լինում եւ ել չեն կարողանում այդ դեբատները շարունակել։ Այս իմաստով ես շատ ցավում եմ եւ կարծում եմ, որ փակուղային իրավիճակում է հայտնվել ուժեղ Հայաստանը եւ ենթադրում եմ, որ Հայաստան դաշինքներ նրանց հուշել, որ առաջին իսկ օրվանից իրենք այսպես շատ ուժեղ որպես սուր քաղաքական գիծ տանեն անկլավների թեման, սա շատ նուրբ թեմա էր, այնքան նուրբ, որ ժողովրդի մեջ այդ քննարկումները կային դեռևս վերջին տարիներին պատերազմից հետո անընդհատ, եւ ես ցավում եմ մեր ընդդիմության համար, բայց ժողովրդը իր կարծիքը ունի դրա վերաբերյալ եւ կարծում եմ իրենք շատ շուտով կիմանան ժողովրդի կարծիքը դրա վերաբերյալ եւ քանի որ Հայաստան դաշինքը արդեն մի քանի փորձեր արել էր նախորդ գումարումում այդ թեման բարձրացնելու եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները հորդորել էին թեման չբարձրացնել, հասկացնելով, որ բավականին հաջող լուծում է թեման թողնել հետոյի։ Երբ որ մենք մեր հարաբերությունները կկարգավորենք,
երբ որ խաղաղության պայմանագիրը կկնքվի, հիշում եք այս խոսակցությունները, հիմա իրենք որոշել են ամեն օր բարձրացնել այդ թեման, հնարավորինս սուր, կրկին խաղալ ժողովրդի հույզերի վրա, սա դարձրել են իրենց համար քաղաքական օրակարգ։ Ինչու՞։ Ես այստեղ տեսնում եմ դավադրություն։ Ես այստեղ տեսնում եմ լրջագույն դավադրություն, հերթական անգամ հուշում, որովհետև իրենք կարծես թե մոտավորապես հասկանում են, որ թեման ի նպաստ ժողովրդի կարող է լուծվել եւ փորձում են ամեն կերպ խոչընդոտել այդ գործընթացներին, բարձրացնել թեման, տակ պահել, հուշումներ տալ հակառակ կողմին, ալեկոծել ժողովրդին, ինչ որ նոր թեմաներ գեներացնել եւ այլն, մի խոսքով ես կարծում եմ, որ ընդդիմությունը կրկին անգամ ուժեղ Հայաստանը, որը որ տեխնոկրատ, այսպես թիմեր հավաքել եւ գալիս է ժողովրդի խնդիրները լուծելու, չդիմացավ։ Այսինքն չդիմացավ իրեն կառավարող մյուս քաղաքական ուժերի ճնշումներին չդիմացավ։ Միգուցե այդ օրակարգերի փնտրտուքի մեջ նաև ընդդիմությունը այն հայտնի տրիգերն է փնտրում, որի մասին խոսում էր եւ ասում էր, այո, մենք ճիշտ ժամանակին, ճիշտ տրիգերի պայմաններում դուրս կգանք փողոց։ Որն է լինելու այդ տրիգերը, կաթողիկոսի շուրջ խոսակցությունները, միգուցե Ռոբերտ Քոչարյանի Ես բազմիցս խոսել եմ այդ մասին, որ կաթողիկոսի շուրջ խոսակցությունները տրիգեր չեն կարող հանդիսանալ, ասեմ ինչու, գուցե մեկ այլ պայմաններում տրիգեր լիներ դա ժողովրդի համար, բայց երբ որ նախ ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ մենք եկեղեցուն դեմ դուրս չենք եկել, մենք եկեղեցուն ուզում ենք պաշտպանել տարբեր գործակալական ցանցերից, ինչպես նաև տարբեր մեղքերի մեջ թաթախված գործիքներից եւ գործոններից, ուղղակի եկեղեցին ենք ուզում պաշտպանել, սա մեկ, բայց երկրորդ ժողովրդին չեն կարողանում մոլորեցնել, որովհետև դուք տեսել եք ովքեր են զբաղվում կաթողիկոսի պաշտպանությամբ։ Այդ մարդկանց կենսագրությունն ու վարվելակերպը երբևէ լսել եք, այդ մարդկանց խոսույթին հետևել եք, այդ մարդկանց քրիստոնեական ապրելաձևին հետևել եք, ժողովրդը հիմար չի։ Շատ լավ տեսնում է, չէ՞, որ բոլոր պատվիրանները խախտելով ամեն օր պատվիրանները խախտելով մարդիկ զբաղված են ինչ-որ սուրբ գործունեությամբ, սա երեսպաշտություն է, դրա համար ժողովուրդը չի հավաքվելու։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի շուրջ չեն կոնսոլիդացվում ժողովուրդը, ինչու կոնսոլիդացվի, այդ ժողովուրդը հարստահարվել է տարիներ շարունակ, այդ ժողովուրդը մեզ շնորհակալ է, ինչու է մեզ ներում, որովհետև չնայած այդ բոլոր թերություններին, բայց մենք իրեն ազատագրել ենք եւ վերադարձրել ենք ազատություն, իսկ ինքը խեղդվում էր, ինչի՞ց էր խեղդվում։ Շատ լավ մի սուրբ ղեկավար ուներ, ինչպես իրենք են փորձում հիմա ներկայացնել, եւ ժողովուրդը այդպես անշնորհակալ էր, չի հավաքվելու, չի կոնսոլիդացվելու ժողովուրդը։ Նման կեղծ օրակարգերի շուրջ ժողովուրդը չի կոնսոլիդացվելու։ Լավ, շատ լավ մի սուրբ ղեկավար, որի մասին խոսում եք, իր ղեկավարության վերջին ամիսներին երկաթուղին կոնցեսիոն կառավարման հանձնեց Ռուսաստանին, ինչը այսօր Հայաստանին որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել, այդ թվում նաև թրիփ իրականացնելու առումով եւ տարբեր երկաթուղային, այսպես ասած, ենթակառուցվածքները կյանքի կոչելու առումով։ Տիկին Բադալյան, երեք վարչապետը այդ մասին խոսեց եւ ասաց, որ իհարկե երկաթուղին Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ Ռուսաստանի Դաշնությունը պետք է ճկուն գտնվի, բայց ինչը կարծում կարողանանք Ռուսաստանի Դաշնության հետ գտնել փոխզիջումային, այսպես ասեմ, տարբերակ, որին համաձայն լինի եւ ռուսական կողմը, եւ հայկական կողմը առանց զիջելու իր շահերը, որովհետեւ կարծես թե ռուսական կողմի դիրքորոշումը այս առումով շատ հստակ է եւ շատ տարբերվում է հայկական կողմի դիրքորոշումից։ Ինչպես եք պատրաստվում։ Գիտեք, երբ որ մենք գնում ենք խաղաղության, ադրբեջանական կողմի դիրքորոշումը շատ կտրուկ էր եւ շատ տարբերվում էր Հայաստանի Հանրապետության դիրքորոշումից։ Եվ բոլորն էլ մեզ մեղադրում էին եւ ասում էին, որ լավ չեք հաշվարկում, այս չեք անում, չեք տեսնում, դուք այդքան ուժը չունեք եւ այլն եւ այլն։ Փառք Աստծո, մենք ունենք այսօր խաղաղություն։ Եվ անկախ է դիրքորոշումների տարբերությունից եւ ուժերի անհավասարությունից, մենք այսօր ունենք խաղաղություն։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, որ բոլոր այն նշաձողերը, որ մենք մեր առաջ սահմանել ենք, մենք այդ բոլոր նշաձողերին կհասնենք։
Կհասնենք իհարկե այս ընթացքում ընդդիմությունը շատ կխանգարի, ընդդիմության շուրջ կոնսոլիդացված լրատվությունը շատ կխանգարի, բայց մենք սովորենք այդ պայմաններում աշխատել եւ հենց այդ պայմաններում էլ կխանգարի ձեզ ոչ թե ռուսական կողմին, ճիշտ է։ Իհարկե մեզ, որովհետեւ այստեղ Հայաստանի Հանրապետության շահը որևէ մեկին չի հետաքրքրում, ինչպես նկատել եք մինչ օրս, որովհետեւ ես անընդհատ այդ հարցն եմ տալիս, երբ որ դուք թեմա եք բարձրացնում, նպատակը ո՞րն է։ Երեք էլ եմ ելույթով ասել, իհարկե չեմ բացել ճակերտներ, նպատակը ո՞րն է, արդյոք այդ նպատակը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետությանը կամ հայ ժողովրդի համար որևէ օգուտ, որ բացի վնասից այդ հարցերը չեն նույն գերիների հարցը, եթե տեսակ որ շատ հետաքրքիր էր ինձ համար, որ ուժեղ Հայաստանը երբ որ եկավ ազգային ժողով, զգացվում էր, աշխատանքի բաժանում էր արված, դու զբաղվում ես գերիներով, դու զբաղվում ես այս ինչով, դու գյուղատնտեսությամբ եւ այլն, մենք արդեն որոշակի փորձառություն ունենք հասկանալու համար, թե ինչը ինչպես է արվում, ու դու հասկանում ես, որ ինչքան մակերեսային է, այսինքն մարդը այդ պետականամետությունը չկա, պետության զգացողությունը չկա, կա շոու, որպեսի մի քանի օգտատեր ավել գրի կեցես, որ այդ հարցի մասին խոսեցիր, ու կապ չունի ովքեր են այդ օգտատերերը, այսինքն դա չի արվում իշահ Հայաստանի Հանրապետության, որովհետև այդ ժամանակ դու առնվազն պիտի իմանաս, թե ինչ է բանակցվել մինչ այս պահը, ուշադրությամբ ուսումնասիրես բոլոր արձանագրությունները եւ հասկանաս որտեղ կա բաց թողում, որպեսզի այդ բաց թողման, այսինքն նույն կարող են, չէ, դիցուկ, հիպոթետիկ կարող է լինել, չէ, ինչ որ իրավիճակ, որ իշխանությունը չկարողանա խոսել այս թեմայի մասին եւ այստեղ հույս ունենա, որ ընդդիմությունը այդ թեման բարձրացնելու է։ Հիպոթետիկ եմ ասում։ Եվ երբ որ թե իշխանության եւ թե ընդդիմության ուշադրության կենտրոնում Հայաստանի Հանրապետությունն է, նախ եթե իշխանությունն էլ չհուշի, ընդդիմությունը շատ լավ կհասկանա, եւ մենք շատ թափանցիկ ենք աշխատում եւ երբեք չի եղել, որ ընդդիմությունը որևէ բանակցության ընթացքի ուզենա ծանոթանալ եւ մենք դա խոչընդոտենք։ Եվ եթե խոչընդոտել ենք, ապա խոչընդոտել ենք այն հիմքով, որ այդ ինֆորմացիան այլ տեղ է գնալու, իրենց չի դա պետք եւ փաստացի մենք ունենք այս պահին արդեն քրեական գործեր այդ թեմայում, մենք չենք սխալվել։ Եվ եթե այդ բոլոր խնդիրները չկա եւ դու գիտես, որ քո ընդդիմությունը քեզ դեմ է քննադատում է, բայց իշա Հայաստանի Հանրապետության, որևէ խոչընդոտ լինել չի կարող եւ այստեղ ընդդիմությունը այստեղ է, որ այսպիսի զգայուն պայմաններում կարող է շատ օգուտ տալ։ Բայց կեղծիքի վրա իշխանության եկած ընդդիմությունը, որը այնքան պարզունակ է մտածում, որ առաջին օրվանից ասում են, այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, հատկապես իշխանությունը ընդհանրապես լեգիտիմ չէ, բայց մեր քվեարկության վրա են հիմնվում իրենց պաշտոնների համար, այսինքն ինչպես կարող ես ընդունել այդ քվեարկության արդյունքները, հանձնաժողովի նախագահից դիցուկ առաջադրել եւ առանց մեր քվեարկության դու չես կարող բավարար ձայներ ունենալ։ Այդ դեպքում ինչի՞ ես ընդունում այդ քվեարկության արդյունքները, եթե համարում ես մեզ ոչ լեգիտիմ։ Եթե ընդունում ես, ուրեմն մենք լեգիտիմ ենք։ Ընդհանրապես, եթե մենք հիմա նիստերը սկսել ենք եւ դու ազգային ժողովի ամբիոնից ելույթ ես ունենում եւ դիմում ես իշխանությանը, քննադատելով իհարկե բան չունեմ ասելու, բայց քննադատում ես իշխանության, դու արդեն ընդունել ես, որ դա լեգիտիմ իշխանություն է, այսինքն այդ բարձունակ բաներ կան, որ շատ մեծ փորձառություն պետք չի ունենալ այդ ամենը հասկանալու համար։ Տիկին Բադալյան, վարչապետի մեկ այլ հայտարարության էլ կուզենամ անդրադառնանք։ Ռուսաստանի Դաշնության կողմից արտահանման սահմանափակումները քաջալերված են Հայաստանի Հանրապետության ընդդիմության կողմից, հայտարարեց վարչապետը երեկ։ Դժվար է հավատել, որ ընդդիմությունը այդ նպատակի ճանապարհին պատրաստ է անգամ վնասել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, գյուղացուն։ Աննախադեպ է սա արդյոք։ Մենք տարիներ շարունակ դա տեսել ենք։ Եվ իրենց թվացել է, որ իրենք վնասում են իշխանություններին, բայց արդյունքում վնասել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Այն նպատակով, որ իշխանության ձայները, բավարար այդպիսով քվեեն իրենք դեպի իրենց, պահուստ ավելացնում։
Բայց իհարկե բացարձակ նրանք այդ մասին չեն մտածում եւ ես շատ ցավում եմ դրա համար։ Շատ ցավում եմ, բայց դա այդպես է եղել, մենք տեսել ենք նախորդ տարիների ընթացքում։ Այսինքն, երբ որ ընդդիմությունը ամեն հնարավոր աշխարհի բոլոր գործիքներով անընդհատ հիշեցնելու եմ ես սա, եւ նաեւ եկեղեցու ներգրավմամբ պայքարում էր սահմանազատման դեմ, դա իշխանություններին էր վնաս, թե Հայաստանի Հանրապետությանը եւ նաեւ հետագա սերունդների։ Դա որքանով դա վնասեց իշխանությանը։ Հարց 0 վնաս։ Չլիներ այդ սահմանազատումը, որքանով էր դա վնասելու Հայաստանի մեր ժողովրդին։ Որքանով էր դա վնասելու։ Եվ սա աննախադեպ չի, այսպես միշտ է եղել, միշտ, որովհետև այդ իշխանության ձգտումը իրենց կուրացրել է։ Իսկ ինչու են նրանք ձգտում իշխանության, որովհետև ընդդիմությունը եւս իշխանության մաս է։ Հատկապես իշխանությունների տարանջատման սկզբունքով օրենսդիր իշխանությունը եւ իրենք օրենսդիր մարմնի ներկայացուցիչն են եւ հետեւաբար ունեն գրեթե բոլոր լծակները իրենց իշխանությունը բանեցնելու, չէ՞, բայց իրենց իշխանությունը ինչու է պետք այս ապօրինի գույքը պաշտպանելու համար եւ բացառապես ցավոք սրտի մեր նոր քաղաքական ուժն էլ չի բացառություն չէ, որովհետեւ նախ այդ ուժի 80%-ը կարելի ասել հիմնական հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են եւ նոր դեմքերը ովքեր որ կան Սամվել Կարապետյանի աշխատակիցներն են։ Այսինքն այստեղ էլ միակ մղումը միևնույն է ստացվում է, որ գույքի պահպանությունն է, ոչ թե ի բարօրություն Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ապագայի կամ հարատևության պայքարը։ Բնավ ոչ ցավում եմ, բայց մեր ժողովուրդը կատարեց այդ ընտրությունը։ Տիկին Բադալյան, քանի որ բարբերաբար այդ թվում նաև ընտրություններից առաջ նախընտրական շրջանում բարբերաբար այս ուժերին կապում էինք Ռուսաստանի Դաշնության, ավելի շուտ դուք եք կապում Ռուսաստանի Դաշնության հետ, նրանց ռուսամեդիայիկ անվանումի դեպ Վլադիմիր Պուտինը նաև եկավ դա հաստատելու եւ ինքն էլ խոսեց այդ մասին, որ ռուսամետ ուժերին թույլ տան մասնակցել ընտրություններին, խոսեց Ռուսաստանի անձնագրով հայտնի անձի մասին, որը կալանավորված է եւ այսպես շարունակ։ Տիկին Բադալյան, հիմա այս գործընթացները, որ կան ընտրություններից հետո նկատի ունեմ ձերբակալությունները։ Գագիկ Ծառուկյանի, հիմա արդեն Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը մենք գիտենք, որ տնային կալանքում է։ Մենք բարբերաբար այս իմաստով դժգոհություններ ենք լսում Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր պաշտոնյաներից։ Այս ձերբակալությունները, այս գործընթացները չեն խաթարում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որովհետև այդ հարաբերություններում տեղի կարծես թե խնդիրներ այնուամենայնիվ կան, դրանք քիչ չեն։ Հիմա մի հատ էլ կարծես թե մենք կամ դուք ձեր իշխանությունները հանդգնում են դիպչել այն մարդկանց, որոնց մասին ուղիղ խոսել է Վլադիմիր Պուտինը։ Այո, Հայաստան եւ Ռուսաստան հարաբերությունները խաթարվում են ամենաշատը եւ ամենագլխավորը Ռուսաստանի Դաշնության Հայաստանի Հանրապետության ներքին գործերին միջամտելու մղումից եւ անզուսպ ցանկությունից եւ անզուսպ գործողություններից։ Հայաստանի Հանրապետությունը, հատկապես Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն թե իրավունքներ եւ թե պարտավորություններ։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Հայաստանի Հանրապետության եւ նրա քաղաքացու շահերով։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երբևէ չեն միջամտել Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին։ Երբևէ չեն արձագանքել որևէ ներքին հարցի, օրենսդրության կամ ներքին կանոնակարգերին, կոմենտներ չեն արել, հարցազրույցներ չեն տվել այն բոլոր հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են Ռուսաստանի Դաշնությանը, իր ներքին քաղաքական նույնիսկ հարցերին, որևէ կերպ որևէ ձև չեն արձագանքել եւ մենք դրա հակառակն ենք տեսնում եւ մեր հարաբերությունների հիմնական փչացնողը կամ խոչընդոտողը դա Ռուսաստանի Դաշնության այդ սանձարձակ մոտեցումն է եւ
միջամտությունն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին։ Եվ մենք դա փորձում ենք թույլ չտալ եւ մենք դա երբևէ թույլ չենք տալու, քանի դեռ մենք իշխանություն ենք եւ ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ որևէ մի երկրի մենք դա թույլ չենք տալու։ Մենք կարող ենք համագործակցել, մենք կարող ենք գծել մեր համագործակցությունների շրջանակները եւ առաջնորդվել դրանով, բայց Հայաստանի Հանրապետության ներքին գործերին չի կարելի խառնվել։ Այսինքն դուք պատկերացնում եք, որ Նիկոլ Փաշինյանը որևէ Ռուսաստանի Դաշնության ներքին կյանքում ինչ որ դատական process-ներ լինի կամ բան, այսպես խառնվի կամ քաղաքական process-ներ լինի, խառնվի, գնասի, այ ես դες խնդրում եմ թույլ տալ, որ այսինչ մարդը մասնակցի ձեր ընտրություններին, կամ կոմենտներ անի, որ լավ չեք անում, որ դատում եք այսինչ մարդուն կամ այնինչ մարդուն։ Դուք այդպիսի բան տեսել եք կամ պատկերացնում եք, որ այդպիսի բան լինի։ Հակառակը չեմ պատկերացնում, բայց Ռուսաստանի կողմից կա դրա համար ասում եւ խնդիրը դա է թող ուրիշ տեղ որևէ մեկը խնդիր չփնտրի։ Իսկ ռիսկային չէ այս գործընթացները Հայաստանի Հանրապետության համար նկատի ունեմ։ Նորից եմ ուզում կրկնել կամ ավելի պարզ ասել։ Ամենառիսկայինը Հայաստանի Հանրապետության համար հենց դա է, որ որևէ այլ երկիր իրեն թույլ է տալիս միջամտել մեր ներքին հարցերին։ Սրանից ավելի մեծ ռիսկային բան գոյություն չունի, որովհետև այդ միջամտության արդյունքում լինում են նաև պատերազմներ, որովհետև միևնույն է բոլոր իշխանություններն էլ իրենք ինչ որ մի պահ իրենց մոտ արթնանում է, չէ, ցանկությունը ժողովրդին պաշտպանելու, ու երբ որ այդ ցանկությունը արթնացել է մեր նախկին իշխանությունների մոտ ինչ որ մի դրվագով, դրա արդյունքում մենք ստացել ենք պատերազմներ։ Եվ այս իմաստով, որպեսզի նման զգայուն իրավիճակներ չստեղծվեն, երբեք պետք է թույլ չտալ, որ որևէ մեկը որևէ մի երկիր խառնվի քո երկրի ներքին հարցերի։ Իսկ այդ հսկա անվտանգային հովանոցը, որ Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է այդ մարդկանց համար, դա կարող է փոխել իրավիճակը։ Նկատի ունեմ օրինակ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխել։ Ես կարծում եմ, որ այս հարցը քննարկելի կլիներ ընտրություններից առաջ։ Ընտրություններից հետո մեր ժողովուրդը իր որոշումը արդեն կայացրել է եւ ցույց է տվել ամբողջ աշխարհին իր որոշումը ցույց է տվել եւ ցույց է տվել, որ իմ ներքին որոշումներին որևէ մեկը չեք կարող խառնվել եւ հետեւաբար այդ հսկա հովանոցը կարծում եմ, որ արդեն կոտրվել է ընտրություններով։ Այսինքն չկա տարբերակ, որովհետեւ սա ժողովրդի կամքն է, իսկ ժողովրդի կամքը մեզ համար օրենք է։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր, կհանդիպենք։